Պատգամը վերնագրել եմ ում խոսքերն են քո բերանում։ Վստահ եմ և գիտեմ, որ Տիրոջից եմ ստացել ես խոսքը, պատգամը և փորձեմ Աստծով փոխանցեմ այն ինչ, որ Աստված սրտիս մեջ խոսացել է։ Ամեն քանի հոգու մտապատկերի մեջ եկավ իր խոսանը, իր խոսքերը, իր բերանը։ Ինքը օրվա մեջ ինչեր է խոսում, ինչեր է ասում, ում խոսքերն է խոսում։ Գիտեք, այլ հարց է դու ում խոսքերն ես խոսում, այլ հարց է ինչ կա քո բերանում։ Շատ կարմիր թելով գծելու եմ լիքը բաներ, որպեսզի կարողանանք այդ տարբերությունը տեսնել ու հասկանալ։ Այլ հարց է դու ունեցած բան ես խոսում, թե այլ հարց է դու ուրիշի ունեցածն ես խոսում։ Ես այսօր ավելի շատ խոսալու եմ նրա մասին, ում խոսքերն են քո բերանում, այսինքն դու ում խոսքեր ունես։ Եվ ես վստահ եմ, դրական նոտայի վրա եմ կարոզում, որ այսինքն մեր բերանում պիտի լինի Աստծո խոսքերը, և Աստված իր խոսքը դրել է մեր բերանում, ամեն, սրա վրա ենք խոսում, այս նոտայի վրա ենք խոսալու, այս ուղղությամբ, բայց ցավոք սրտի շատերս, հավատացյալներից շատերը խոսում են խոսքեր, որ դա իրանցը չի։ Դա երբ է տեղի ունենում, դա լինում է մի հատ ուրիշ ազդեցության տակ, երբ որ դու վերցնում ես պարտքով ուրիշից մի բան խոսում ես, բայց դա քոնը չի։ Եվ մարդիկ սովորաբար պարտք են վերցնում այն ժամանակ, երբ որ իրանց կարողությունը պրծել է որևէ թեմայի մեջ, և իրանք, լավ եմ ասում, հասկանում ես ինձ, և իրանք ուրիշից վերցնում են դա, որպեսզի խոսակ, բայց դա իրանցը չի։ Առանց հասկանալու, որ դա ինչ որ վերցեց պարտքով, ինքը պարտք է մնում։ Ինչ որ պարտքով վերցում ես, դու պարտք ես մնում։ Եթե դու անաստվածային բան ես վերցնում ու խոսում, դու պարտք ես մնում։ Քանի հոգի գիտեն Հիսուսն ինչ ասել է թեմայով։ Ամեն, Մատթեոս 5:23-ում ասում է, եթե եղբայրդ քո դեմ բան ունի, գնա իր հետ խոսա։ Դու չունես, եղբայրդ ունի։ Սա գերագույն հոգևորությունն է, ամենաբարձր պիկը։ Դու խնդիր չունես, դիմացին է քո հետ խնդիր ունի, բայց դու գիտես, որ խնդիր ունի, դու պետք է անես առաջի քայլը։ Ինչի համար Հիսուսը շարունակում է խոսքը։ Ասում է, եթե եղբորդ ասես հիմար, գեհենին պարտք ես մնում։ Գրած է, թե չէ։ Գրած է, չէ։ Եթե եղբորդ հիմար ասես, գեհենին պարտք ես մնում։ Գեհենի ինչ է, դժողքը, ով է գեհենի տերը, այնտեղ ով է տիրում, սատանա։ Ինչ է տեղի ունեցել։ Երբ որ ես ու Արմենը վիճում էինք իրար հետ, բան եմ բացատրում, բայց հետո կկարոզեմ։ Երբ որ ես ու օրինակ եմ ասում, ես ու Արմենը վիճում էինք իրար հետ, վեճի ժամանակ գեհեն ինձ առաջարկում էր հիմար բառ։ Ասում էր ես հիմար բառը, Հիսուսը ամենաանմեղ թվացող բառով օրինակը բերել, որպեսզի մենք իմանանք, եթե ամենաանմեղ թվացող բառը, հիմար բառը չի կարելի վերցնել ու խփել ուրիշի, ուր մնաց ավելի ծանր կշիռ ունեցող բացասական կամ վիրավորական բաներ։ Հասկանալի եմ ասում։ Հիմա ես ու Արմենը վիճում էինք իրար հետ, գեհեն ինձ առաջարկում էր, ասում էր ես հիմար բառը վեկալ խփի Արմենին։ Ես վերցնում եմ գեհենից հիմար բառը պարտքով, ինձ թվում է դա նորմալ է, բայց ես գեհենի պարտք եմ մնում։ Երբ որ ես դա կրակում եմ Արմենի վրա, ու զրույցը վերջանում է, գրվում ենք կամ ոնց վերջանում է զրույցը, ամեն մեկս գնում է մեր տուն, ես ինձ զգում եմ հաղթանակած մեկը, ով կրեց Արմենին։ Եվ ես ասում եմ, ես ազատ եմ, Արմենը նեղված է, թող գնա ապաշխարի։ Անխելք խոսքերից մեկը։ Ամեն։ Բայց ինչ է տեղի ունեցել, երբ որ գալիս եմ աղոթելու, ասում երբ որ գա սեղանի մոտ կոնցան բերես, ուտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ բան ունի, դու չունես, հիշիր սա։ Եղբայրդ քո դեմ բան ունի, գնա իր այդ այսքան հաշտվելը, այդ հարցի լուծելը 1000 անգամ ավելի կարևոր է, քան քո պատգամը, քո աղոթքը, քո զոհաբերությունը, քո տասանորդը, քո ամեն ինչերը։ Ամեն։ Հիմա ինչա տեղի ունեցել, երբ որ ես ուզում եմ աղոթեմ կամ ծառայեմ, կամ սուրբ գիրք կարդամ, կամ ինչ-որ հոգևոր մի բան անեմ, գեհեն ինձ ասում է ստոպ, դու չես կարող աղոթես, որտեղ դու ինձ պարտք ես։
Հիսուսն ասել է դու պարտական ես մնում գեհենին, պարտք ես մնում գեհենին, երբ որ իրանից վերցրեցին օրինակ հիմար բառը, կամ ավելի ուրիշ բառեր։ Երբ որ ուզում ես աղոթես, ասում է դա չի ստացվել, դու պարտք ես։ Հիսուս ասում է ձեր հետ լինելու է ասենց բաներ, բացատրում եմ։ Բայց ելքը տվել է, ոնց է լուծվում հարցը, ասել եղբայր, ես քեզ հասկանում եմ։ Բայց ոնց է լուծվում հարցը դրանից հետո, ասում է գնա նրա հետ հաշտվի։ Երբ որ ես գալիս եմ Արմենի հետ հաշտվելու, իրար հետ աղոթում ենք, իրարից ներողություն ենք խնդրում, եւ այդ ամեն ինչը բերում ենք Աստծո առաջ, Հիսուսի արյունը մեզ մաքրում, լվում է, հարաբերությունը բժշկվում է, բժշկություն է լինում եւ դրանով փակվում է գեհենի պարտքը։ Եվ դրանից հետո ես դու ազատ անելու քո հոգևոր բանը, ինչ որ ուզում ես անես։ Ես չեմ ասում, Հիսուսն է ասում է դուք պարտք եք մնում։ Զգուշ եղեք, ինչ ես դու խոսում։ Ում խոսքերն ես խոսում, եթե ուրիշի ասածն ես խոսում, ես չեմ խոսում, որ դու ուրիշի լավ խոսք կարաս մեջ բերես։ Հասկանում եք, չէ՞ իրար։ Երբ որ դու խոսում ես մի բան, որ պարտքով վերցրել ես, դու իրան պարտք ես մնում առանց գիտակցելու։ Եվ հետո կյանքի մեջ սկսում է լուրջ բաներ տեղի ունենալ, եւ մենք ասում ենք, բասա ոնց է լավ, մի տարի աղոթում եմ օրինակ, աղոթքներս չի լսվում, 3 տարի աղոթում եմ, մի տեսակ սառն է կյանքս, ոչ մի բանի պատասխան չկա, այս ինչ է կատարվում հետս։ Հարցերից մեկը, որ կարա լինի այն է, որ դու ու ես մարդկանց հետ խնդիրներ ունենք։ Մենք վերցրել ենք բաներ, խփել ենք իրարու, եւ մենք գեհենին պարտք ենք մնացել, եւ Հիսուսն ասում է, միշտ դուք իրար հետ այս հարցերը չլուծեք, գեհենի պարտքը չի փակվելու, դուք չեք կարա հոգեվոր ընդունելի ծառայություն մատուցեք իրար։ Այս վերջերս անընդհատ մի 2-3 թեմա կա, որ Սուրբ Հոգին իմ ներսում խոսում է։ Մեկը արքայության թեման է, ես ասել եմ։ Արքայություն, նա ուրիշ ձևի է բացվել, սկսել եմ ուրիշ ձև հասկանալ Հիսուսի կամ Աստծո թագավորությունը կամ արքայությունը։ Երկրորդ բանը, որ իմ մեջ սկսել է շարժվել դա, եւ ես ավելի լավ եմ սկսել հասկանալ սա է, որ մենք շատ ենք կենտրոնանում անելու վրա, մենք պիտի կենտրոնանանք լինելու վրա։ Լսեցին ինչ եմ ասում։ Հիսուսը որ խոսացել է Երանիների թեման շարքը 9 երանի է ասել Հիսուսը։ Այդտեղ ոչ մի խոսք չկա, որ դու ինչ-որ բան պիտի անես, ինձ ուշադրի լսիր։ Այդտեղ ամբողջ խոսքը հարցը լինելու մասին է։ Հասկանում եք, այսինքն ինչու՞մ է հարցը, կբացատրեմ ավելի։ Դու կարող ես տենաս, ես շատ լավ բան եմ անում, բայց ես այդպեսին չեմ։ Մի հատ ասակ ես հասկանում եմ։ Դու կարող ես տենաս, ես շատ օրհնյալ բան եմ անում, բայց ես այդպեսին չեմ։ Հիսուսը, որ ասում է, օրինակ, Երանի հեզերին, որ սենց, Երանի խաղաղարարներին, որ սենց, եւ այլն, դուք գիտեք անգինից լավ։ Ամեն։ Նա չի ասում, ապրես դու, որ այդպես ես անում, նա ասում է, դու պիտի լինես այդպես, եւ դու չես չարչարվի անելու վրա, դա ինքնաբուխ կատարվելու է։ Ամեն։ Մենք կենտրոնանում ենք շատ ժամանակ մեր ինչ-որ բան անել չանելու վրա, ես անելուն դեմ չեմ, բայց եթե անելը այն հիմքից է, որ ես չեմ եղել այդպիսին, Աստծո առաջ ընդունելի չի դա։ Ամեն։ Ես պիտի լինեմ խաղաղարար, որպեսզի խաղաղություն անեմ։ Ես պիտի լինեմ հեզ, որպեսզի հեզություն անեմ։ Ես պիտի լինեմ արդար, որպեսզի արդարություն անեմ։ Ես պիտի լինեմ այն մխիթարող բանը, մխիթարված, որպես ես պիտի դառնամ այդպիսին, ամբողջ հարցը Աստվածաշնչի, բարդ եմ ասում, ամբողջ տարբերությունը նրա մեջ է հոգու և կրոնի, որ կրոնն ասում է մի բան արա, հոգին ասում է եղիր այդպիսին և անելը ինքնաբերաբար կլինի։ Նայեք Հիսուսի բերած բաժակը լվալու օրինակին, ասում է բաժակի ներսը մաքրի, այսքան թող ինքը լինի մաքուր, դուրսը ինքնաբերաբար մաքուր է լինում։ Հիմա մենք, որ կենտրոնանում ենք արտաքինի վրա, բան անելու վրա, եւ չենք կենտրոնանում լինելու վրա։ Մի հատ ասահա, որ ես անցնեմ առաջ։ Մի անգամ ես խոսքը ասել եմ հիմա, որ ասել։ Տեր Հիսուսը Հովանու ավետարանի մեջ, ասում է, ով որ իմ պատվիրանքները ունի, Մի հատ ասա ունի, նա է դրանք պահողը։ Գիտեք, փաստորեն, ունի բառը շատ կարևոր աստեղ։ Փաստորեն, այն մարդը, ում ներսում
չկա Աստծո պատվիրանքները, այսինքն ով չի դառել պատվիրանքի համեմատ իր ներսով, չի եղել այդպիսին, նրա արտաքնից պահելը, Հիսուսն ասում է, դա պահել չի։ Դու կարող ես պահում ես, ես տենում եմ, որ դու պահում ես, բայց դու չես եղել այդպիսին, եւ Աստծո տեսանկյունից դա պահել չի։ Լինելուց հետո է համարվում պահել։ Ասում է, ով որ ունի, նա է դրանք պահողը։ Զորով ստիպելով պահելով, ներսով չունենալով, ամեն օր մի պատվիրանք պահելու համար ներքին կռիվներով անցնելով, Աստծո տեսանկյունից սա պատվիրանքի պահել չի։ Ես ուզում եմ լինել այդպիսին եւ չեմ չարչարվելու պատվիրանքը արտաքնապես պահելու վրա։ Եվ սա է ամեն բանի մեջ, եւ ծառայության համար, եւ խոսքի պահելու համար, եւ շփումների, եւ ամեն տեսակ հարաբերությունների մեջ ձեռքը բարձրացրել ուզում եմ իմ ու քո համար աղոթեմ։ Ես լինելու կարիք ունեմ։ Դու ունես։ Ես կարիք չունեմ միայն պահելու, ես լինելու կարիք ունեմ, եւ լինելը ավտոմատ կերպով լինելու է, պահելը։ Ամեն։ Տեր Աստված, ես կանչում եմ մեր վրա, մեր եկեղեցու վրա։ Ես այս հասկացողությունը, այս հոգին կանչում եմ բոլորիս վրա, Տեր։ Ամբողջ եկեղեցու հոգու մթնոլորտի մեջ, որ մենք չչարչարվենք, չաշխատենք պահելու վրա, մենք հասկանանք եւ աղոթենք լինելու համար, Տեր։ Դու ուզում ես, որ մենք լինենք, ոչ թե պահենք, Տեր։ Դու ուզում ես, որ մենք լինենք, ոչ թե անենք, Տեր։ Սա է քո ուզածը, Տեր։ Օրհնիր մեզ այս հարցի մեջ, Հիսուսի անունով։ Ամեն, ամեն, ես հավատում եմ աղոթքին։ Երեմիա առաջի գլուխ 9-10 խոսքերը հայտնի համար աստվածաշունչ քարտացողները գիտեն։ Երեմիան պատմում է, թե ինքը ինչպես է Աստված իրան իր մամայի որովայնից ընտրել, խոսում է այդ մասին, գրում է այդ մասին եւ հասնում է ստեղ։ Ասում է, երբ Տերը մեկնեց իր ձեռքը եւ կպավ ինձ իմ բերանին ներողություն, եւ Տերն ասեց ինձ. ահա ես իմ խոսքերը քո բերանում դրեցի։ Երեմիային ասում է, ես քեզ ընտրել եմ, դեռ դու ծնված չէիր։ Ես քո մամայի որովայնի միջից, հորի միջից, քեզ ընտրել եմ, որպեսզի քեզ դարձնեմ ազգերի մարգարե։ Քանի ոք են հավատում, որ իրանք ընտրված են։ Մի վախեցի, սենց արա։ Չէ, սենց արա։ Ասա ես։ Գիտեք, կապ չունի այս պահին դու ինչքան ես հասկանում քո ընտրվածները լինելը։ Կապ ունի, որ Աստված այդպես է արել։ Ամեն։ Ամեն մեկս ընտրված ենք ինչ-որ բանի մեջ եւ ինչ-որ բանի համար։ Հիմա Երեմիային ասում է, ես քեզ դուք տեսաք, որ խեղճ Երեմիան ընդհանրապես կապ չունի իր ընտրված լինելու հետ։ Ասում ու ծնված չէ, ես քեզ ընտրել եմ, Երեմիան, ինչ կապ ունի դրա հետ։ Ամեն, երբ որ հասավ ժամանակը, Աստված խոսած Երեմիայի հետ։ Ինչ պիտի անի մարգարեն, մարգարեն պիտի մարգարեանա, մարգարեն պիտի խոսա, ամեն, եւ Աստված խոսք է դնում մարգարեի բերանի մեջ, որպեսզի մարգարեն խոսա, ամեն, ասում է կպավ իմ բերանին։ Քանի հոգի կարիք ունեն այսօր Սուրբ Հոգին կպվի իրանց բերանին։ Ես շատ եմ ուզում։ Ես մեռնում եմ դրա համար, որ Աստված կպնի իմ բերանին, միշտ։ Գիտեք, երբ որ կպավ ինչա տեղի ունենում։ Քո խոսքերը, մամայի, պապայի խոսքերը, երեխու խոսքերը, եղբոր քրոջ խոսքերը, անգիր արած խոսքերը, չապրած անզգա խոսքերը, սիցնդից վերցած շաբլոն, անգիր արած խոսք լինի, քարոզ լինի, ինչ ուզում է լինի, կյանքի բնական ընթացք լինի,
միանգամից գնում են քո մոտից։ Երբ որ դրանք գնում են, տեսակ մաքրվել է։ Երբ որ դրանք գնում են, Աստված իր խոսքերը դնում է քո բերանի մեջ։ Դրանից հետո դու չես կարող ուրիշ բան խոսաս։ Ես չեմ ասում, չես կարող ասես մի բաժակ ջուր տուր ինձ։ Դու հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Դու դրանից հետո չես կարող ուրիշ բան խոսաս։ Դու դրանից հետո խոսալու ես Աստծո խոսքերը եւ փոխանցելու ես Աստծո կամքը։ Ես շատ եմ խնդրում քեզ։ Օրը 24 ժամ ունի։ Հիմա ձմեռա, թո 10 ժամը քնած ելնեն մարդիկ։ 10 ժամը։ 14 ժամը դու ուշադրություն դարձել ես քո բերանի խոսքերին, դու ինչ ես խոսում, ինչի մասին ես խոսում, դա է որոշելու ում խոսքերն են քո բերանի մեջ, դրա համար եմ վերնագիրը դրել, ում խոսքերն են քո բերանի մեջ։ Օրը 14 ժամ դու արթուն ես լինում, 15 տաս չգիտեմ, ում խոսքերն են քո բերանի մեջ։ Դու ինչ ես խոսում, ինչ ես մտածում, ինչ ես երազում, ինչ աժիոտաժի մեջ ես, չգիտեմ, բայց դրանք որոշում են ինչ է քո ներսը եղել։ Քո ներսը այդ լինելը կա, թե այդ լինելը չկա, գոյություն չունի, այն որ առաջի 15 րոպե խոսում է այդ մասին։ Ամեն։ Աստված ինձ ինչ ասեց։ Ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի։ Գիտեք նշանակել ինչ է։ Քեզ պաշտոնի վրա եմ դրել։ Թագավորների թագավորը քեզ դրել է պաշտոնի վրա։ Ասма ով ընդունի չընդունի, ուզենա չուզենա, ես քեզ նշանակել եմ։ Եթե ես քեզ նշանակել եմ, ես քեզ այդ նշանակման մեջ իշխանություն եմ տվել, որպեսզի դու այս սրանք անես։ Լավ եմ ասում։ Ինչ անեմ, որ խլես, խլելը զորով տանելը չի։ Այսինքն, պոկես, արմատից հանես, սատանայի գործը, մեղքի գործը, անաստվածային բաները խլես, պոկես, փչացնես և գործնես, որ հետո շինես ու տնկես։ Ինչը երբ է կատարվում սրանք, երբ որ Աստված կապնում է իմ ու քո բերանին, իր խոսքերը դնում է մեր բերանի մեջ, մեզ նշանակում է պաշտոնի վրա, ու ասում է ես քեզ այս նշանակելով տվել եմ ուժ, կարողություն, օծություն, դու սրանք կարաս անես։ Քանի հոգի է վստահ իր վրա, անկեղծ, որ ինքը սրանք կարող անի։ Խլես, պոկես, փչացնես, կորցնես, շինես, տնկես։ Քանի հոգի է իր վրա վստահ, որ Աստված իրան տվել այդ ինքը այդ կարողություն ունի, ուժ ունի, կարող անի։ Դեմեք ոչ մեկը ձեռք չեք բարձրացնում։ Քիչ եք բարձրացնում։ Ներեխե ձեռը բարձրացրել։ Ինչի ձեռք չեք բարձրացնում, որ Աստված այս կարողությունը տվել է ձեզ։ Հասկացաք, որ հակահարց էի տալու, թե պրոստո տեսակ, որ դու կտեսեք։ Տեսակ Օլգան ինչ ասեց։ Ասեց, բախի չեք անում։ Այսինքն դու հասկանում ես, որ դու սա ես պահին չունես։ Դու հասկանում ես, որ դու անում ու շատ լուրջ բան եմ ասում։ Ես ու դու ասում ենք, խոսում ենք, անում ենք այն, ինչը որ մեր պահին, մեր ներսում, այս պահին կա։ Ինչ որ մենք եղել ենք հիմա որ կանք, սա խոսում է ընդհանուր պաշտոնի մասին, գիրքի մասին, բայց ես այս պահին սրան ինչքան եմ համապատասխանում։ Եթե դու հավատում ես, որ Աստված կպել է քո բերանին, ու քո բերանին իր խոսքերն է դրել, ու դու պետք է այս 6 բաները անես, դու չես կարող չանես։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Անկեղծ եմ ասում։ Ես էլ քո հետ միասին։ Եթե սա մենք ունենք, ինքը տեսակ Երեմիային կանչեց, կպավ դրեց, Երեմիան գնաց սկսավ անել։ Բայց մենք կարող ասենք, այո, ես գիտեմ, համաձայն եմ, որդիական իրավունքի առումի մեջ կա, հասկանում եմ աստվածաբանությունը, հավատա հասկանում եմ։
Բայց այդ պահի լինելը, համապատասխանելը, ես սենց եմ ես պահին, եթե Աստված դրել է, որ դու անես, դու անելու ես։ Ամեն, մտածիր սրա մասին։ Աստված ամեն մեկից կանչել է միտեղ ու մեզ նշանակել է։ Մի հատ դիրքի ամենաքիչ բանը, որ քեզ ու ինձ նշանակել է, ասեմ որտեղ է, ամենամինիմալը։ Գոնե քո ընտանիքի վրա քեզ նշանակել է։ Որպես այս բաները հարող։ Բայց Երեմիայինը մեծ էր, շատ, թագավորություններ, ազգերի վրա, դա համար ես ամենամինիմալով եմ այսօր իմ ու քո հետ խոսում, գոնե մեր ընտանիքների վրա, Աստված մեզ նշանակել է պաշտոնի, ասում է, դու քո ընտանիքի մեջ կարաս խլես, պոկես, կորցնես, փչացնես, դրանից հետո շինես տնկես։ Գիտեք, դուք չնկատեցիք, բայց ասեմ, հերթականություն ինձ դզում է։ Գիտեք, ինչքան մարդիկ են խաբվել, ինչքան մարդիկ են չհաջողվել, ընկել տարբեր բաների մեջ, որտեղ նման բաների հերթականությունը խախտել են։ Մարդը ուզում է այսից սկսի։ Առանց սրանք պոկելու, շպրտելու, հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Ինք ուզում է սկսի։ Ես այսօր որոշել եմ, որ շինեմ ու տնկեմ։ Մի րոպե առանց պոկելու տեղ չկա, որտեղ շինում։ Պորկաները պիտի դատարկես, դարակները, որ կարենաս վերես լցես տեղը։ Ես որոշել եմ այսօր շինեմ ու տնկեմ։ Առանց պոկելու, խլելու, կորցնելու, փչացնելու բացասական բաները, վատ բաները քո կյանքի ուզում ես տնկես շինես, չի լինում այդպես բան, որտեղ անես։ Պատկերացրեք մի հատ բաժակ ա քո մեջ, այդ բաժակի մեջ լիքը ուրիշ բաներ ա լցրած։ Ու դու ասում ես, ես որոշել եմ այսօր իմ բաժակի մեջ լցնեմ լավ բան, օյու, ոցություն։ Որտեղ լցնես, պիտի դա դատարկվի։ Տեղ պետք է ազատես, հասկանալ եմ ասում, որ կարողանաս դա լցել։ Երեմիայի մոտ Աստված հերթականությունը սենց ա դրել։ Այդ չեմ խոսում են առաջի սկզբունքի մասին, որ այսքան ասում եմ։ Բատերը կպել է բերանիդ։ Բատերը իրա խոսքերը դրել է քո բերանի մեջ։ Բայց այդ իրա խոսալուց հետո քեզի ասել է, թե դու ինչ պիտի անես։ Անձնապես ինչ պիտի անես։ Սա անհատական խոսք էր Երեմիայի համար։ Ես հավատում եմ, որ դու էլ կարաս, ես էլ կարամ ին վրա անհատական խոսք ունենալ Աստծուց, բացի աստվածաշնչյան բոլոր խոստումները։ Բացի որդիական դիրքի իրավունքի մեջ եղած լիքը բաներ որ կա նաև անհատական խոսք։ Այս սրա նման, որ քեզ ասի, ես քեզ անձնապես անհատական թակ ոչ մեկի հետ չէ, մենակ քեզ նշանակում եմ այս ինչ գործի վրա ու դու պիտի այս հերթականության այս բաներն անես։ Մի սկսի շինելուց, խնդրում եմ քեզ։ Քո անձնական կյանքը, աստվածպաշտությունը, քո ընտանիքը։ Երրորդ բանը, որի վրա շատ եմ մտածում ես վերջերս, որ ասեցի մի երկու-երեք բանի վրա, որ ներսը դա ընտանիքն է։ Որտեղ Աստված այդպես է ուզում։ Ընտանիքը շատ կարևոր է։ Դրա համար ասում եմ, քո ընտանիքի վրա գոնե քեզ նշանակել է, որ դու այս բաներն անես։ Բայց մի սկսի, ես շատ եմ տեսել մարդիկ, ովքեր միգուցե անկեղծ ուզեցել են սկսեն։ Բայց շատ եմ տեսել, որ նրանք սկսեն սխալ դիրքից։ Նրանք սխալ մոտեցում տան հարցի լուծմանը, սխալ իրադրության մոտենան և չի հաջողվելու, որտև պրինցիպն այսպիսին է, պրինցիպ սկզբունքը այսպիսին է, պիտի նախ պոկես, պիտի նախ խլես, պիտի նախ փչացնես, պիտի կորցնես, ես խոսում եմ մեղքի մասին, խոսում եմ իմ ու քո վատ բնավորությունների մասին, խոսում եմ իմ ու քո հպարտությունների մասին, խոսում եմ իմ ու քո տեսակների մասին և այն ամեն բաները, որ մենք մեզ ճանաչում ենք, որ մենք ունենք։ Երբ որ դրանք կկորցնես, կփչացնես քո կյանքի մեջ, այն նշանակումով, որ Աստված դրել է քեզ այդտեղ, դու դա կարաս անես։ Դու չես կարա ուրիշի կյանքում շինես տնկես
քո կյանքի մեջ առանց այդ բաները փոխելու։ Դու չես կարող դա անես։ Լավ եմ ասում, հասկանալի է քեզ, ամեն։ Ես ուզում եմ սա։ Ես ուզում եմ ոչ թե մեծ խոսամ, ուզում եմ ոչ թե ամպագորգոր այդպես բառ կա։ Ամպագորգոր խոսամ, մենակ, սենց։ Գիտեք, վերջերս ես չգիտեմ, ես մտածող մարդ եմ եւ շատ եմ մտածում։ Հիմնականում հոգևոր բաների մասին։ Գեր մեծամասնությունը։ Ասում Տեր Աստված կարող է մի օր ինձ ճիշտ կհասկանաս, չէ՞, սխալ չես հասկանա, հավատում եմ։ Ասում եմ, բավարը մի օր մեր խոսացած է շուրգա մեր դա։ Գտեք իշքան վտանգավոր է սա։ Այսքան, այսօր ես ու դու անում ենք, ու մի օր իրականությամբ Աստված խոսում է ձայնով, ու ասում է, պետք է հեն չէր, որ դու անում էիս։ Օրինակ, ես չեմ հավանում քո գործը։ Գիտեք, բաներ կա, որ մենք ասում խոսում ենք, հետո մենք դա չենք անում, դա շուռա գալիս մեր դեմ։ Մենք մեր պահանջների մեջ այնքան զգույշ պիտի լինենք։ Մանավանդ ծառայողները, ավագները, հովիվները։ Մեր պահանջների մեջ այնքան զգույշ պիտի լինենք, որտեղ շատ հնարավոր է, որ մենք մեր պահանջածը չկարենանք պահենք, երբ որ ժամանակը գա։ Դա շուռ գա մեր դեմ, դա հնի մեր դեմ։ Դրա համար զգույշ եղիր, ինչ ես խոսում, որտից ես հնարում է ինչ որ ուզում ես ասես։ Սա շատ կարևոր է։ Միգուցե մի օր դու էլ չկարենաս էդի անես։ Միգուցե իրադրություն փոխվի քո կյանքում, ու էդի շուռ գա քո դեմ։ Միգուցե քեզնից ուրիշ ավել մեկը գա, քեզնից բան պահանջի, ու դու չկարենաս այդ պահանջը կատարես։ Ինչա հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Ինչա լինելու։ Մի բան, որ սրա մեջ ուզում եմ ամբողջացնեմ ու անցնեմ հաջորդ համարին է սա։ Ինչը որ ուզում ես սկսես, ես իմ անունն եմ դնում, Արսեն ջան։ Դու էլ քո անունը դիր։ Ինչը որ ուզում ես քո կյանքում ուղղես, ինչ որոշում որ արել ես կամ ուզում ես լինես ուրիշին նոր, խնդրում եմ, ճիշտ դիրքից մոտեցի հարցի լուծմանը։ Մի մոտեցի միանգամից շինելու, տնկելու մտադրությամբ, այդ ուղղությամբ, որ հեսա կամ դավայ թողեք դզեմ անեմ ինչա պետք, չէ։ Դու նախ պիտի բոկես, խլես, փչացնես, կորցնես վատ բաները քո կյանքում եւ տվյալ իրադրության մեջ, հետո նոր սկսես շինելն ու տնկել, այսինքն կառուցելը։ Հերթականությունը խախտվավ, դուք սխալ մոտեցում եք տվել։ Սխալ մոտեցում տվեցիք, չեք հաջողվելու։ Չեք հաջողվում, նորից եք ընկնելու, դուք մնալու եք նույն տեղում, բոլորս միասին։ Եվ ավելի ներքև, մտածիր ավելի շատ ոչ թե ինչ-որ բան անելու, այլ լինելու մասին։ Հասկացել ես այդ անելու լինելը։ Երբ որ լինես, կտենաս, որ դու ջանք չես գործադրում, որպեսի անես։ Կտենաս, որ դա ինքնաբերաբար արվում է։ Մնացածը կրոն է, փուչիկ։ Ամեն։ Ընտենամել ինչ եմ գրել ստեղ։ Նշանակել եմ քեզ, սենց եմ գրել, որ այն ինչը անպիտան է, Աստծուց չի, սուրբ չի, օգտակար չի, խլես, փոկես։ Փչացնես, կորցնես, հետո նոր շինես ու տնկես։ Եվ եկեք նայենք անելու մեթոդին։ Լավա տեսա գրել էի, բայց այս պահին մտիցս թռել է։ Եկեք նայենք անելու մեթոդին, բա ինչով եմ անելու Տեր, ինչ որ ինձնից պահանջում ես։ Իմ խոսքով։ Դուք սեր ուրիշ անելու գործիք մեթոդ չեք տեսնի։ Իմ խոսքով, որ դրել եմ քո բերանի մեջ, այդ ամեն ինչը դու դրանով ես անելու։ Որն է այդ խոսքը։ Ճշմարտության, ավետարանի խոսքը, Աստծո խոսքը, որ ես դրել եմ քո բերանում, սկզբնաղբյուրը,
դա է մենակ ի վիճակի փոխելու։ Գիտես, գնա սատանայի գործերի վրա, ինչ ուզում ես խոսա, ուզում ես տար ատոմային բոմբ կրակի տեղ, ուզում եք 1 միլիոն հոգով հավաքվեք գնացեք, աշխարհի ամենաուժեղ բանակներին հավաքեք իրար հետ գնացեք, որպեսզի կարենակատեք կրակեք, գորակ ճվակ հարց լուծվի, ոչ մի հարց չի լուծվելու, մեղքի բացասականի համար, լուծվելու է մենակ այսպես, երբ որ դու քո բերանից արձակում ես, Աստծո քո բերանի մեջ դրած խոսքը, դա է փոխելու իրադրությունը, ուրիշ ոչ մի բան, իմ ու քո ձևերը, մեթոդները, իմ ու քո գիտությունը, իմ ու քո փորձը, ոչ մի բան չի օգնելու, օգնելու է Աստծո անաղարտ, մաքուր, երկնքից թարմ եկած խոսքը, դա է փախցնում սատանային, դա է փոխելու իրավիճակը, դրանով ես խլելու, դրանով ես փոխելու, դրանով ես փչացնելու, դրանով ես կորցնելու, հետո դրանով ես շինելու ու դրանով ես տնկելու։ Միակ զենքը, գործիքը, որ Աստված ասեց, այս բաները դու կարաս անես, այ իմ խոսքով կարաս անես, որ ես դրել եմ քո բերանի մեջ։ Ուրիշ ոչ մի ձև։ Ամեն։ Գիտեք, երբ որ մարդ Աստծո խոսքերն է խոսում, լսողը տարբերում է։ Սա որտից խոսած, ինչ խոսած։ Սա ում խոսքերն էր, ում խոսքերն է քո բերանում։ Այսօր ամբողջ օրը էսի մտքիդ մեջ ասա, ում խոսքերն է իմ բերանում։ Տատիս, պապիս, մեր մեծերի, մեր ազգային, մեր, չգիտեմ, մշակութային, տեղական, թե Աստծո խոսքերն է իմ բերանում։ Դու քեզ հարց տուր, ինքդ քեզ անալիզ արա ստուգիր ու կտենաս, որ դու ու ես շատ կարիք ունենք, որ մեր բերանում Աստծո խոսքերը։ Ամեն։ Մաղաքիա 2:7 Էլեն։ Շատ ուժեղ խոսք է։ Ասում է քահանայի շրթունքները պետք է գիտություն պահեն եւ օրենք կփնտրեն նրա բերանից, որովհետեւ նա զորած Տիրոջ դեսպանն է։ Եթե մեզ ուրիշ ժամանակ հարցնեն կամ հարց տան, չնեմ էլ ինչ-որ մի բան ասեն, դու քահանա ես, քահանայի նկատի ունեմ Աստծո ծառա հիմա, ես մեր համար, Աստծո մարդ ես, Աստծո ծառա ես, չէ, մանավանդ սիրում ենք, չէ, մենք թագավորական քահանայություն ենք, հալելույա, սիրում ենք, չէ, լավ ասում, իլքն ասում, ամեն, բայց երբ որ հարցը գալիս այնտեղ, որ քահանայի շրթունքները պիտի գիտություն պահեն, կարծես ստեղ, բայց ես քահանա եմ որ, բայց ես Աստծո ծառա եմ որ, բայց հա էդի պարտադիրա կարևոր Աստված որ ասել է, դուք թագավորների քահանայություն եք, թագավորական, ժողովուրդ, Աստծո ծառաներ, այս քահանա բառը հին տերմինով է, հին կտակային, նոր կտակարանի տերմինով, Աստծո ծառա, Աստծո մարդ, հոգևոր մարդ, ամեն, ասում է քո շրթունքները, գիտությունը պիտի պահեն, ամեն, և օրենք են փնտրում նրա բերանից, իմ ու քո բերանից, տեսակ ասում է օրենց, արդեն ուրիշ մարդի, մարդիկ գիտեմ ես ու դու Աստծո ծառա ենք, Աստծո մարդ ենք, նրանք մեր բերանից ճշմարտություն, օրենք, Աստծո խոսք, սրբություն են փնտրում, ճշմարտություն են փնտրում, բայց ես ինչ եմ տալիս, գիտես կարող է դու քո մասին վատ կարծիքի ես, բայց քո շրջապատի մարդիկ չեն հասկանում, որ դու քո մասին վատ կարծիքի ես, նրանք ասում են էսի հավատացյալը, սրա բերանը պիտի գիտություն պահի, ճշմարտություն խոսա, օրենք պիտի խոսա, սրբություն պիտի խոսա, և փնտրում ենք, ով ասում են, Արմենին կանչեք թող ասի, Արմեն դու հավատացյալ ես, դու ասա, բա դու ինչ ես ասում Արմեն, չէ, ու իրանց սպասումը, փնտրտուքը, հավատացյալի բերանից սրբություն ու ճշմարտություն է, բայց ինչ եմ տալիս ես, ում խոսքերն են խոսում, երբ որ իրանք փնտրում են, կարող է հարցեր չեն տվել, բայց բոլոր ուշադիր նայում են քեզ,
Դու որպես հավատացյալ քո բերանից հիմա ինչա դուրս գալու, ում խոսքերն ես խոսալու, նրանք ճշմարտության, սրբության, կյանքի ապրեցնող խոսքի սպասում ունեն հավատացյալից։ Եվ Աստված ասում է, դու քահանա ես, Աստծո ծառա ես, եւ ես քեզ բացատրում եմ, տվել եմ դա։ Դու ունես, դու կարաս էդի խոսաս, դու կարաս էդի պահես, որտեղ մարդիկ մեր բերան, հիմա դուք որ եկել եք եկեղեցի, չգիտեմ քանի հոգի են հասկացել այդ սպասումը թե չէ, դուք որ եկել եք եկեղեցի, օրինակ ես որ գալիս եմ եկեղեցի, որորը ես չպիտի կարոզեմ, իմ այն տարիներին էլ 30 տարվա, որ եղել եմ, որ ես չեմ կարոզել այդ կիրակի օրը, կամ այդ հավաքություն ես սպասում եմ ունեցել։ Քահանան ինչ է ասելու այսօր, իր բերանից ինչ է տալու ես ուտեմ։ Դուք որ գալիս եք եկեղեցի, ձեր մեջ սպասում ունեք, այսօրվա քահանան, պատգամախոսը, Աստծո ծառա, ինչ է տալու այսօր, իր բերանից, ճշմարտություն, օրենք դրական առումով, սրբություն, թե չգիտեմ ես իմ ինչ, որտեղ փնտրեք, ես որպես եկեղեցու հովիվ քեզ իրավունք եմ տալիս, բոլոր ծառաների վրա, Տիրոջ, իրանց բերանից օրենք փնտրեք, իրանց բերանից ճշմարտություն փնտրեք, ու իրանց ասեք, լսի, դու Աստծո ծառա ես, դու պիտի գիտություն պահես, Սուրբ Գիրքն ասում, քո շրթունքները գիտությունը պիտի պահեն, դու ճշմարտությունը պիտի խոսաս, դու կյանք պիտի փոխանցես, դու կյանք պիտի խոսաս, ամեն, Էջ տեսել եք Աստծո խոսքի մեջ, որ հանդիպել եք տենց բանի, որ Աստծո ծառաները մունատ փոխանցեն։ Հա? Չկա տես բան։ Կոշտություն, կոպտություն փոխանցեն։ Գորգռան ճվճվալ փոխանցեն։ Վիրավորակ փոխանցեն։ Չկա տես բան։ Եթե մենք սենց բաներ մեր կյանքում ունենք, ուրեմն մեր բերանում ուրիշ խոսքեր է, Աստծո խոսքերը չի։ Ամեն, այո, որովը ինչի համար, ամբողջացնում է Մաղաքյան, որովհետև նա զորած Տիրոջը դեսպանն է։ Ես չգիտեմ դուք պետական կառավարումից ինչքան եք հասկանում, ես մի քիչ այսքան հասկանում եմ այդ դիվանագիտական, ԱԳՆ, արտաքին գործերի նախարարություն եւ այլն։ Երբ որ պետությունը դեսպան է նշանակում մի հատ ուրիշ երկիր, որ այդ նշանակված, ասենք թե Հայաստանը դեսպան ունի, Վրաստան ունի։ Հիմա, այդ Իրան արտաքին գործերի նախարարությունն է նշանակում ընդեղ։ Ու ինքը հաշվետու պատասխանատու է արտաքին գործերի նախարարության։ Ամեն։ Համաձայն եք, չէ՞։ Ինքը չի կարա ինքնագլուխ բաներ անի, ինքը անգամ որ ելույթ ունենա խոսագործի, ինքը պիտի անընդհատ կապի մեջ լինի Հայաստանի ԱԳՆ-ի հետ ռուսերեն ՄԻԴ, Министерство иностранных дел։ Պետք է իր հետ անընդհատ կապի մեջ լինի, բայց իրան ուղղորդեն, ասեն, ինքը ինչ պիտի խոսա։ Այսօր առավոտ մի հատ հաղորդում էին այում, ինձ ընես դուր եկավ, ես ահագին հայրենասեր եմ, էլի դրա համար։ Խոսում են Ամերիկայի մի քանի, Ամերիկայի պատմության մի քանի լուրջ հայերի մասին, ովքեր շատ մեծ ազդեցություն են ունեցել Ամերիկայի վրա դրական առումով։ Մի մարդու մասին խոսած, որ Ռեյգանին գիտեք, որ Ամերիկայի նախագահ եղել 1981-ից 89 թվականներին։ Էդի է, որ Գորբաչովին համոզեց Սովետը քանդի։ Այո, այդ Ռեյգանը, Ռոնալդ Ռեյգան, հա, լուրջ եմ ասա։ Ես Ամերիկայում իր թանգարանը գնացել եմ, իր այն սամալյոտով, որ ինք եկել, դե հələ մի հատ էլ բան վիդեո արեցի, ասի ժողովուրդ, այ այս սամալյոտը տենում եք, որ արել են թանգարան, այ այս սամալյոտով Ռեյգան եկավ Գորբաչովին խաբեց Մոսկվա, որ Սովետը կատել։ Հիմա, այս հայ մարդը բացատրում է այդտեղ այդ հաղորդավար, ասում է Ռեյգանը ինչ որտեղ ինչ որ պիտի խոսար, Ռեյգանի խոսացվող տեքստեր այս մարդն էր գրում։ Ինձ դուր է գալիս դա, ես հայ էր։
Սիրում եմ ուտենց բաներ, ամեն, ասմա, ես մարդ էր գրում, Թոքմաջան Եսիմինչ, այդ տեքստերը, անուն չեմ հիշում։ Հիմա, դուք որ, մենք որ տիրոջ դեսպանն ենք, նշանակված, մենք ինքնագլուխ բաներ խոսալու իրավունք չունենք, հասկացաք ինչի վրա եմ բերում, մենք պիտի մեզով է նշանակել, ասում է, զորքերի տերն է նշանակել քեզի դեսպան, դու ինչ որ ուզում ես խոսած, անես, դնես, փոխանցես, հարց լուծես, դու պետք է քեզ նշանակողի գրասենյակի հետ կապ ունենաս, կապի մեջ լինես, որ իմանաս քեզ ինչ են ասում, որ դու խոսաս։ Ու ընդեղից իրան, մենակ ես են ասում, գիտություն խոսաս, կպահես, օրենք խոսաս, մարդիկ քո բերանից ճշմարտություն են փնտրում, օրենք են փնտրում, ու քեզ տալիս են ինչ պիտի խոսաս, դու մենակ եսիդ խոսաս, որտեղ դու զորքերի տիրոջ Աստծո դեսպանն ես։ Ողջույն դեսպաններ։ Ամեն։ Ով է մտա տենում իրան դեսպան։ Գիտեք, ի պաշտոնե բոլոր վերստին ծնվածները դա ունեն։ Բոլոր վերստին ծնվածները դա ունեն ի պաշտոնե, բայց ցավոք սրտի լիքը հավատացյալներ դարձել են ուրիշի դեսպան։ Ուրիշի կողմից են դեսպանություն անում։ Պողոս ասում է, ես Աստծո կողմից դեսպանություն եմ անում։ Գրած այդպես։ Աղաչում եմ, հաշտվեք Աստծո հետ։ Սա զորած տիրոջ դեսպանի խոսքն է ուղիղ երկնային գրասենյակից։ Ամեն, ուղիղ գլխից, գլուխն ասել է, դու դեսպան ես ու ասա, իմ խոսքերը դնում եմ քո շուրթերի վրա Պողոս, թող հաշտվել իմ հետ։ Ամեն, հասկացաք, դու ով ես ինչ պիտի անես, մի ուզեցի լինես ուրիշի դեսպանը, մի եղիր սատանայի, չգիտեմ, ինչ գործակալ, չգիտեմ, իրա բաներ փոխանցողը, պետք չի դա քեզ, դու հիշիր, դու զորքերի տիրոջ դեսպանն ես։ Ձանձրացել ես։ Երեմիա 15-19, երկու համար է մնացել, վերջացնում։ Երեմիա 15-19, հայտնի համար է։ Ասում է, երբ որ եթե դարձի գաս, ես քեզ ետ եմ բերելու։ Տեսակ հերթականությունը։ Լսել եք էջ աղոթ կամ դուք էլ աղոթեք։ Տեր Աստված, ընձի հետ բեր, օրինակ։ Ես ես եմ ուզում, են եմ ուզում, բայց ինչ է ասում Տերը։ Եթե ես ներսում ամբողջապես այդ դարձի գալը չկա, հոգևոր ըմբռնել, հասկացողություն, որ դարձի գաս։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ասում ես կես չեմ կարա բերեմ, բացատրում եմ։ Դու պիտի անես այդ քայլը, Տեր Աստված, ես եմ արել, սխալ եմ անում, սխալ եմ ապրում, խաբար չեմ էլ է, ամեն ինչ վատ է եղել։ Բայց ես հիմա գիտակցում եմ և դարձի եմ գալիս, ասում եմ, հենց դարձի գաս ես քեզ հետ եմ բերում։ Գիտեք հետ բերելն ինչ է։ Այն մարդը, որտեղ այդտեղ չի եղել, իրա մասին խոսալուց դուք չեք ասի, իրան բռնին հետ բերի։ Այսքան ինքը փախել էր այդից, ինքը ընկել էր այդից, ինքը գնացել էր, լքել էր այդից, այդտեղ։ Հասկացավ ճամփի կեսից դարձի եկավ, Աստված բռնեց, հետ բերեց դրեց նույն տեղը։ Մեր Աստված վերականգնում է։ Ամեն, ամեն, ասա ամեն։ Հետո, Տեր Աստված զղջացին, գիտակցեցին, ապաշխարեցին, դարձի եկամ, դու էլ ընձի բռնիր, բերիր, դրիր նույն տեղը, հետո ինչ պիտի անեմ, եթե պատվականը լավն է, հանես անարգից, բաժանես, անարգը բացասականն է, պատվականը դրականն է, եթե, գիտեք, սա ինչ է, սա հատուկ գիտակցություն է, համտեղծ եմ ասում, ես ու դու սա զորով կյանքում չեն կարանել, Ինչքան ուզում ես ասես մտքով դա գիտեմ, սա ներսի մեջ ներքին համոզվածություն է, հոգևոր ընկալունակություն է, հոգու մեջ հասկանալու, որ ես հիմա
գիտակցաբար պատվականը անարգից առանձնացնում եմ։ Սա խոսում է մեր ներսի մասին, ասում Արսեն, քո ներսում կա պատվական եւ քո ներսում կա անարգ։ Երբ որ դու դրանք քո կյանքից հեռացնես, գիտեք, մենք որտեղ ենք խաբվում, երբ որ մեզ թվում է, որ պատվական անարգի ծատելը պետք է սենց անենք։ Գայան, դու եսի սենց շարիր, ների դու ես շարիր, նա չէ, քո ներսում, ոչ թե մատը ուրիշների կյանքում ով ինչ պիտի անի, այլ քո ներսում ստեղից սկսես, պատվականը անարգից հանես, զատես, կվինես իմ բերանի պես։ Դուք տեսաք ինչա կատարվում, ներսդ մաքրվում է, մնում է մենակ պատվական բաները, այսքան աստվածային բաները, դրանից հետո դու ինչ խոսաս, պատվական բաներ ես խոսալու, որը խոսում է մենակ Աստված։ Ով է ուզում դառնա Աստծո բերանի պես, ես ուզում եմ։ Խոսաս պատվական բաներ, մաքուր, սուրբ, ամբողջ խաբեություն կեղծիք չէ։ Դու կարաս շատ լավ բան խոսես, բայց դա լինի կեղծիք ու խաբեություն։ Երեք Աստվածաշնչյան դպրոցում Երևան մի հատ բան եմ ասում, հարց տվեցին երեխեքը, մեր մոտ ասել եմ դա էլի։ Ասում եմ լեզու սրտի ավելցուքից է խոսում։ Ասում եմ ամեն։ Հարցնում են ինչ, ասում եմ լսի, ինչ էր ասում Հիսուսը դրանով։ Եթե ես հիմա ինչ-որ խոսամ, ուրեմն իմ ներսում հենց էդ է, եթե սենց մտածենք, ուրեմն կեղծիքը սուտը արանքից դուրս է գալի։ Այսինքն մարդը ինչ խոսած իրան ներսն էդ է, ուրեմն ինքը չի կարող խաբի։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ամեն, ասա հա։ Եթե հասկացել ես, ասա հա։ Ասում շատերը չեն տենում ավելցուկ բառը։ Օրգային մի հատ վիրավորել են, տարել է։ Երբ հատ վիրավորել են, ձեն չի հանել։ 3 հատ վիրավորել են, ձեն չի հանել։ 4 հատ վիրավորել են, ձեն չի հանել, 5-րդ անգամին խոսացել է։ Սիրտը ավելցուկ տվեց, 5-րդ վիրավորանքը չկարեցավ տանել, դա ավելցուկ էր իր համար։ Ու ինքը խոսաց։ Հիմա մարդ կա, սիրտ այնքան փոքր է, առաջի բառից ավելցուկ է իր համար։ Մարդ կա երկրորդ բառից է ավելցուկ։ Ու ինքը խոտ, Հիսուսը մեզ սա է ասել, Հիսուս չի ասում, դու ինչ բերանդ բացիր խոսացիր, հենց էտա քո սիրտն տենց, ատենց ըլներ հավատացյալների նման մարդ, ուրեմն մանավանդ հավատացյալների ներկայությամբ։ Ատենց մարդ են, աշխարհի երեսին գոյություն չունի, հենա մի անգամից էդ մենք երկինք։ Պատրաստ ենք, ոչ ապաշխարելու տեղ կա, հասկացաք ինչ եմ ասում։ Ու ես ասում եմ Տեր Աստված իմ սիրտը այնքան մեծացրա, որ ոչ մի բացասական բան իմ սրտի մեջ ավելցուկ չտա։ Ամեն։ Այսօր քեզ ուզում եմ ասել։ Ասել եղբայր, 5-րդ անգամ էլ չտա ավելցուկ։ Ոչ, 50-րդ անգամ էլ չտա։ Լինում է։ Հիմա տես քեզ ինչ եմ ասում։ Երեք Աստծուն ասել եմ Տեր, իմ սիրտը թող սիրո ավելցուկ տա։ Իմ սիրտը թող շնորհքի ավելցուկ տա։ Իմ սիրտը թող խոնարհության, համեստության ավելցուկ տա։ Ես այդ ավելցուկի հետ համաձայն եմ, որ այնքան շատ լինի, ավելցուկ տա, հլնի թափի, բոլորը տենակ, վերցեք օգտվեք, ես էլ ձեզանից։ Բայց մեր սրտերը կարա մեկի հայացքից թարս, ամենից ավելցուկ տա։ Որ ումը նայեք, իրան մոտ վաբշե հեղեղը մի ավելցուկի։ Հասկանում եք ինչա կատարում, իմ մոտ ավելցուկ է տալի, ես ավելցուկը լցում եմ Արմենի վրա, Արմենի մոտ ավելցուկ է տալի, Արմեն ուրիշի ու սենց այդում է, բայց երբ որ ավելցուկ չի տալիս, հրաշալի է, թե չէ, բարդ է խոսում։ Մեր սրտերը մեծացրա Տեր։ Ես ուզում եմ 1000-րդ վիրավորանքին իմ սիրտը ավելցուկ չտա։ Ես ուզում եմ 1000-րդ ապտակին իմ սիրտը ավելցուկ չտա, չլինի թափի։ Կարամ բացատրեմ, կարամ ասեմ սիրով, խոսամ, ասեմ օրինակ ինչի ես անում այդպես։ Բայց ավելցուկ տալն է, որ ես սկսում եմ իրան նման անել, սկսում եմ խաբել, սկսում եմ կեղծել, սկսում եմ չարին չար հատուցել, սկսում եմ իրան նույն ատվետը տալ։
նույն պատասխանը տալ եւ դառնում եմ իր նման։ Սրա մասին էր խոսում։ Ամեն։ Փոխիր Էլեն ջան, ես ուզում եմ լինել նրա բերանը։ Մի հատ սրանից հետո ուժեղ խոսք ասում, չէ հետ դուր, Էլեն ջան։ Սրանից հետո մի հատ այս կիսատ մնաց։ Նրանք կդառնան դեպի քեզ եւ դու դեպի նրանց չես դառնա։ Ելեք միտեղ կանգնած եմ սենց, անկեղծ։ Ես քայլում եմ, ինձ սովորություն եմ դարձրել, օրը 5-6 կիլոմետր, 8-4, այդքան քայլում եմ, օրեկան մոտավորապես, եթե հեռախոսը չի խափում, էլի հեռախոսի գրելով եմ ես։ Այդքան քայլում, ու ինձ լավ եմ զգում ֆիզիկապես, իսկ մի քիչ է փորուս մաշելա, լավ։ Քայլում եմ բավականին, բայց կանգնած եմ միտեղ այդ քայլելու ընթացքում մի 8-10 հոգի մարդ կա։ Գիտեք, ես ընդհանրապես, ասենք, տենց խելոք մարդ եմ, հարգանքով եմ, տենց բաների, չարություն չեմ անի, չեմ արել ոչ մեկին տենց վատ բաներ, էլ ուզում եմ ասեմ։ Հիմա, այս մարդկանց, որ ասես խես, ես զգում եմ իրանցից ինչքան սենց չուզենալա գալիս ինձ, իրանք չեն հասկանում դա։ Ու միանգամից ուղեղից մեջ ծագում այս խոսքը։ Աշխարհը ձեզ ատելու է։ Ինքը աշխարհ է։ Ինքը աշխարհիկ է։ Աշխարհն է, որ Հիսուսին ու իր ծառաներին չի կարող ընդունի։ Ուսած մեջս բան, ինչո՞, մտածում ես սրանք քեզի սիրելի է։ Այս մարդիկ ում կյանքի վերջին 35 տարին անցել է Ալբոյի ծառի տակ։ Մտածում ես սրանք քեզի սիրելի է։ Հասկանում եք ինչ եմ ասում, չեն սիրելու, որովհետև քո ներսին ուրիշ բան է։ Ինչի համար եմ ես այդ օրինակը բերում, ասում եմ նրանք կդառնան քեզ, բայց դու իրանց չես դառնա, նրանք կգան, բանեցիք մի հատ խոսք ունեն, ասում եմ էնի կգա քո դնին, բայց դու չես էդ հայրա, հասկացաք ինչ եմ ասում, այսքան ինքը կգա քո մոտ, բայց դու երբեք իր մոտ չես գնա, որտեղ դու դառել ես իմ բերանի պես։ Գիտեք ինչա տեղի ունենում, ուշադրին նայեք գրվածքի, շարադրվածքին, հոգուն նայեք։ Երբ որ դու սկսում ես խոսալ Աստծո բերանի պես, Աստծո խոսքերը, դա նրանց սկսում է գրավել, փոխել, ջարդել, փշրել, իրանք սկսում են դառնալ այն բանին, ինչը որ դու խոսում ես։ Հասկանալի է։ Ամեն։ Երբ Եփեսացիս 6:19 Պողոսի նման տղեն Աստծո մեծ առաքյալներից մեկը, եթե ոչ ամենը։ Տեսեք ինչ է խնդրում Եփեսացիներին։ Ասել եմ Եփեսացիս 6:19 աղջիկս։ Լավ, ոչ, չի մոտ կա, էդ ինք թոմնա հետո։ Հեսա կգցես մի քիչ հետո։ Ասում եմ, իմ համար աղոթեք, որպեսզի ինձ խոսք տրվի, որ իմանամ ինչպես իմ բերանը բացեմ խոսամ։ Խնդրում եմ, ինչ կլինի, սենց աշխարհիկության մեջ է, սովորական աշխարհի մեջ սենց խոսք է, չի ասում եմ, խոսալուց առաջ գոնե մտածում ես ինչ ես խոսալու։ Իսկապես մենք կարիք ունենք խոսալուց առաջ, որ մտածենք մենք ինչ ենք խոսում։ Անպատասխանատու մենք չպետք է խոսանք։ Ես որ մեկ հետ ուզում եմ մի բան խոսամ, տես անկեղծ ասում եմ քեզ, կարաս հետո ինձ ստուգ ես։ Կարաս ասես եղես քո գաղտնիքն ասում, լավ եմ անում, դու էլ այդպես արա։ Ես որ մեկ հետ ուզում եմ մի բան խոսամ, լինի դա հարցը լուծելու տեսքով, սուր զրույցի, չէ։ Ես իմ մեջ օրերով վերլուծում եմ, անալիզ եմ անում, ասում ես իրան սենց բան եմ ասելու, ինքը հնարավոր ինչ կասի։ Ես իրանից պատասխան եմ ուզում, տենաս ինքը մոտավորապես ինչ պատասխան կտա։ Որ դու քո հետո իմանաս ինչ ես ասելու, չէ։ Հիմա շատերս խոսում ենք, անպատասխանատու առանց մտածելու չենք մտածում ենք, ինչ ենք խոսում։ Պողոսն ասում է, ես խոսքի կարիք ունեմ, ես այլ լեզվով բացատրում եմ, Եփեսոսում ծառայում եմ, խոսքի կարիք ունեմ, աղոթեք իմ համար, որ ինձ խոսք տրվի, որից տրվի երկնքից, Աստծուց, Սուրբ Հոգուց։ Ասում է, որ
բերանս բացեմ, իմանամ ինչ եմ խոսում, ու դրա մեջ հետո գիտեք ինչ ասում, ասում որ համարձակությամբ խոսամ, Աստծո խոսքի մեջ համարձակություն կա, երբ որ դու իրանից ես ստացել, դու դառնում ես մի տեսակ մի հատ հատուկ համարձակ, դու խավիկ, դու մտածում ես քո վրա ոչ մեկ չի կարա, ու այդպես է, այո, Աստծո խոսքն այդ համարձակության հոգին բարձրացնում մարդու մեջ։ Եթե Պողոսը կարիք ուներ, որ իր համար աղոթեր, որ իրան խոսք տրվի, իմանա ինչ է խոսում, բերանը բացի խոսա, ես ու դու ունենք ու ունենք։ Ամեն։ Հույսդ մի դիր քո իմացածի վրա, հույսդ մի դիր քո փորձի վրա, հույսդ մի դիր ինչ որ մեկերից սովորած կամ ստացած մեթոդների վրա, հույսդ դիր Տիրոջ վրա, որ այդ պահին քեզ ինչ է տալու որ դու խոսես։ Ամեն, սա ծառայություն է, որ մարդը իր ծառայությունից առաջ ասի թե ես քո կարիքն ունեմ, բայց ինչ եմ խոսալու։ Բայց ինչ եմ աղոթելու, բայց էսի ոնց եմ անելու, էլի ոնց եմ անելու։ Հասկանում ես ինձ։ Գիտեք շատ տեղեր կա, երկու տեղով կանցնեմ կարճ։ Հիսուսն ասում է, Հիսուսի համար այսպես է գրած Մատթեոս 5-ում։ Ասում է եւ Հիսուսը ուշադրի լսեք ինձ նայեք։ Ասում է եւ Հիսուսը իր բերանը բացելով սկսեց խոսել։ Գործք առաքելոցում նույն բանը գրված է Պետրոսի համար։ Ասում է եւ Պետրոսը իր բերանը բացելով սկսավ խոսել։ Խոսել կամ սովորեցնել, տարբերություն չկա այսօրվա իմ թեմայի համար։ Իմանեք, ինչքան կարևոր է բերան բացելը։ Գիտեք, ես որ ուսումնասիրում եմ, ինչ հայտնաբերեցի։ Բերանի բացելը այս տեքստի մեջ այսպես է նշանակում։ Նախորոք պատրաստված լինել, իմանալ ինչ պիտի խոսել, հոգեբանորեն ներսով, էությամբ, զգացմունքով, մտքով զինված լինել, հետո նոր բերանը բացել խոսելու համար։ Պետրոսը, Հիսուսը, Հովհաննեսը, Պողոսը բոլորն այդպես էին խոսում, Սուրբ Գիրքը եթե նայեք, ասում են իրանց բերանը բացելով սկսեցին, այսինքն նրանք պատրաստել էին իրանց ներսը, պատրաստ էին, ստացած ունեն, իրանց տրվել էր, իրանք գիտեին, ինչ պիտի անեն, ինչ պիտի խոսան, ոնց պիտի անեն։ Ես ու դու չունենք սրա կարիքը, ամեն, գիտեք, համ պատրաստից, հենց ակամայից, առանց հասկանալու, ուղղակի, ինչ որ բան ուզենալ անել Աստծո համար, դա չի ստացվում, Աստված պատրաստություն է ուզում մեր ներսից, որպեսզի մենք մեր բերանը բացենք ու իմանանք ինչ ենք խոսալու։ Ամեն, հասկանում ես ինձ, հայերեն սենց բան կա, չէ՞, տեսեք, դա, նայեք, մենք Սուրբ Գիրքը չգիտենք, մենք ասելով մեր աշխարհիկությունը նկատի ունեմ, հայկական աշխարհիկությունը, չէ՞, բայց մեր ներսը ինքնաբերաբար արտահայտում է նման բաներ, հեսա կասեմ ինչ եմ ասում։ Սատանան վերցնել է դա, և դա սատանայի համար ինչքան կարևոր է, բայց մենք խավար չենք։ Հայկական սենց խոսք է, չէ, որ մեկը իր մասին բան է լսում կամ իրար հետ վիճում են, ինչ ասում, ասում է զորով բերանս է բացում։ Դեք սա լուրջ բան է։ Սա լուրջ վատ բան է։ Դու դրանով նայեք, սատանան գիտի փաստորեն, գիտի բերանով խոսք խոսալ ինչքան կարևոր է։ Բայց մենք որ ասում ենք բերանս չբացես, ի նկատի ունենք հեսատես գլխիդ ինչ օին եմ անում, չէ, հենց բաներ ասեմ շշկրվես։ Վատ։ Մենք սա ետագիտակցաբար ասում խոսում ենք, բայց դրա հետևում կանգնած է մի հատ անհը, որ այդ պահին մեր բերանը վերցնում է, լսում ես ինձ, քո շրթունքները վերցնում է ու ինքն է բացում, ուշադրի լսիր, քո բերանը, ով բացում է քո բերանը, հասկանում ես ինձ, նա է քեզ խոսացնելու։ Եթե քո բերանը բացում է վիրավորված ելնելը, եթե քո բերանը բացում է նեղված ելնելը, եթե քո բերանը բացում է, չգիտեմ, ինչ որ չգիտեմ բաներ, որ քո դուրը չի եկել, 100%-ով իմացի, որ դու բացասական բան ես խոսալու։ Լավ եմ ասում հասկանալի է։ Ես այսօր աղոթում եմ իմ ու քո համար ու ասում եմ, Տեր, դու բացիր մեր բերանը։ Էներ եմ հիշե այսօր, երեք եմ հիշե, ասեմ, չէի գրե, բայց ասեմ լավ։
Պետրոսը գնաց կարթը գցեց ծովը։ Մի հատ ձուկ հանեց, ասում է ձկան բերանը բացեց։ Սա լուրջ բան է։ Այդ ձուկը մենք ենք, ծովը աշխարհն է։ Պետրոսը որ բռնեց, դա թող լինի Աստված, Սուրբ Հոգին, չգիտեմ, քեզ վկայող ով որ լինի։ Երբ որ ինքը բացում է բերանը ձկան, տեղից գանձ է հանում։ Պատասխան է հանում։ Տեր Աստված, մեր բերանը դու բացիր։ Քանի հոգի գիտեմ, որ իրանց բերանի մեջ գանձ կա։ Մի վախեցեք, ասեք ես։ Աստված իմ ու քո բերանի մեջ գանձ է դրել։ Պրոստո շատերս հրաժարվում ենք այդ գանձը խոսալ, ուրիշ բան ենք խոսում։ Շատերս հրաժարվում ենք խոսալ այդ գանձից, այդ գանձ բաներից, օրինակ, մեկին պետք է ասես ջան, ուրիշ բան ես ասում։ Աստված քո բերանի մեջ գանձ է դրել։ Եվ հենց այդ գանձը դուրս եկավ իր կողմից, ինքը բերանը բացեց, գանձը հանեց, ինչ տեղի ունեցավ, բոլոր պատասխանները տվեց այդ փողը։ Ինչ որ ուզում էին Հիսուսից ու Պետրոսից, հարկի տեսքով։ Բոլոր հարցերը լուծեց, բերանդ բացիր, թող գանձ դուրս գա։ Եվ կտենաս ոնց է պատասխանները տալիս քո կյանքի ու իմ կյանքի։ Հասկացել ես ինձ։ Քո բերանի մեջ գանձ կա։ Եվ թող Աստված բացի քո բերան։ Եվ վերջի խոսքը հարգիքով։ Ապաշխարիր, եթե ոչ, շուտով քեզ մոտ կգամ եւ կպատերազմեմ նրանց հետ իմ բերանի սերովը։ Դուք հավատում եք, չէ՞, ես այս խոսքը կարդացած կլնեի միջև այս պատգամը։ Իմ 30 տարվա մեջ։ Ուշադրիր լսիր։ Ասма գալու եմ, նայ, ասma ապաշխարիր, ինչ որ մեկի կամ եկեղեցու։ Եթե ուզում եք իմանալ, Պերգամոնի եկեղեցուն ասում։ Ասma ապաշխարիր, եթե ոչ, շուտով կգամ քո մոտ ու կպատերազմեմ նրանց հետ, ուրիշի մասին եմ խոսում։ Տեսա՞ր ինչ եմ ասում։ Թե նորից ասա։ Ապրես։ Ոնց որ ասի, Արսեն, ապաշխարի, թե չէ կգամ Նելիի հետ կպատերազմեմ։ Տեն մեկ ինչ է ասում։ Տեսակ, մանցնեք առաջ։ Ինչ է տեղի ունեցել։ Պերգամոնի եկեղեցին ընդունել էր եկեղեցու մեջ ուներ Նիկո Ղայոսյանների վարդապետություն։ Ամբողջ եկեղեցին այդպես չէր, ուշադրիր լսիր։ Ընդամենը եկեղեցում կային որոշ մարդիկ, ովքեր բերել էին եկեղեցի այդ Նիկո Ղայոսյանների վարդապետությունը։ Հիմա Հիսուսը իրանց ասում է, դուք հանդուրժել եք դա եկեղեցում։ Ճիշտ է, դուք այդպես չեք անում։ Բայց թույլ եք տվել, հանդուրժել եք, որ այդ մոլորված վարդապետություն ուսմունքը եկեղեցու մեջ մնա։ Ասма ապաշխարիր, ինչից։ Իրանց հանդուրժելուց ապաշխարիր։ Գալու եմ իրանց հետ պատերազմեմ, նրանք ովքեր ունեն այդ բանը։ Չհասկացա՞ր ինչ եմ ասում։ Հիմա Եփեսոսի եկեղեցում լրիվ հակառակն էր։ Հիմա Պերգամոնին ասում է, դու հանդուրժել ես Նիկո Ղայոսյանների վարդապետությունը, մոլորված բան է, եթե ուզում եք ասեմ հետո ինչ է։ Դու ասում ես հանդուրժել ես Նիկո Ղայոսյանների վարդապետությունը, Պերգամոնի եկեղեցուն ասում, բայց իմ սերը պահել ես։ Եփեսոսին ասում է, դու չես հանդուրժել, վռնդել ես, հենց այդ բառով է գրած բացատրական բնագիրը։ Ասում է դու Նիկո Ղայոսյանների վարդապետություն ունեցողներին չես հանդուրժել, եկեղեցուց վռնդել ես, բայց քո առաջի սերը թողել ես։ Ես ինձ հարց տվեցի, ասի Տեր, ես որ անկեղծ ասեմ հանուն ճշմարտության, մեր եկեղեցու մեջ չկա, չի եղել, հավատում եմ չի լինի մոլորություն։ Բայց ես ուզում եմ իմ ու քո ուշադրությունը հրավիրեմ
Սիրո վրա։ Առաջին սիրո վրա։ Գիտեք, ստեղ հարցը իրար սիրելը չի։ Ստեղ հարցը գնում է մեր Աստծուն սիրելու մասին։ Ամեն։ Ես այն վաղտ, որ ապաշխարեցի, գժվում էի Հիսուսի համար։ Հիմա այն այդպես գժական սիրով սիրում եմ իրան։ Թե առաջի սերը մարելա, քչացելա, մնացելա, բանը մենակ սենց։ Սովորական։ Մտածի սրա մասին։ Հիսուսը սրանով մեզ սովորեցնում է, որ ասում եմ, լավ ես անում, եսի անում ես, բայց դու եսի ունես վատը։ Եփեսոսին ասում է, լավ արիր, որ իրանց վռնդիր, բայց սերը տես թողը։ Ես մեր եկեղեցու վրա երկուսն էլ կանչում եմ։ Եվ առաջի սերը, եւ մոլորություններին չհանդուրժել ու վռնդելը։ Տենում եք ինչ ասում։ Հասկանում ես ինձ։ Ամեն։ Աստված օրհնի քեզ։ Եվ որն էր վերջի բառը, որ ասա, որն էր Բերանի սուրը։ Երբ որ նոր ենք կարդում ավետարան, հասկանում ենք, որ Հիսուսը գալիս է ձիի վրա նստած, մի հատ սենց սուր իր բերանից սենց հելած, ըս փրթելով գալիս է, թե Աստծո խոսքն է։ Հիսուսն անգամ ասում է գալու է, իմ պատերազմը մի հատ ստրատեգիա ունի, ռազմավարություն։ Ես իմ ամբողջ զինանոցում ունեմ մի հատ զենք, բացատրելու համար եմ ասում, դրա անունն է Աստծո խոսք։ Մաքուր, անաղարտ, երկսայրի, այսինքն երկու բերան, երկու յանից սրած։ Մեր մոտը խոսքը հղկվելու կարիք ունի։ Մեր կյանքում դառնա երկու բերան։ Ճշմարտություն, ասում եմ պատերազմելու ձևը դրանով է։ Քո թշնամիների, քեզ նեղացնողների, են, վատ, ատողների հետ մի հատ ձև ու գործիկ զենք ունես պատերազմելու, դա Աստծո խոսքն է։ Հիսուսն էլ է դրանով հաղթելու։ Ուրիշ հաղթելու ձև չունի։ Ինքը Աստված է, կարող այսպես անի, սա հարցերը լուծվի, բայց ես խոսում եմ մեզ բացատրել, որ Աստծո ճշմարիտ խոսքով եմ հաղթում։ Որպեսզի թույնը էթա մարդու կյանքից, այնտեղ պետք է ճշմարտություն լցվի։ Ամեն։ Համաձայնես իմ հետ։ Հիմա քեզ ասում եմ, ում խոսքերն են քո բերանում։ Հիշի սա, խնդրում եմ։ Երբ որ ուզում ես վատ բառ խոսած, մի հատ ամաչի։ Մի հատ սկապվի, մի հատ սենց էլի, ասա, ես ես ում խոսքերն եմ խոսում։ Գիտեք, մարդիկ կան, մի հատ սենց խոսք կա, չէ՞ մեր բառամթերքում, լեքսիկոնի մեջ, որ ասում է կոտորվա մեզ եսեն, մարդիկ կան կոտորվել են գեհերին պարկ մնալով։ Մի պարկ մնացեք, գեհենին խոսքի պարկ, ոչ մի բան մի մնացեք, խնդրում եմ։ Գնացեք Աստծո առաջ, գնացեք այդ մարդու մոտ, իրար հետ խոսացեք, լացեք, աղոթեք և գեհենի պարտքը փակեք։ Եվ սա թող լինի խորից, սրտանց և ճշմարտությամբ։ Ամեն։ Իմ ու քո բերանից սուր է հելնում, անտեսանելի, սատանան էդի տենում է, մենք խավար չենք։ Այդ խոսքերով պատերազմիր, այդ խոսքերով խոսա, միակ փոխող բան է դիա։ Քո կյանքում միակ հաղթանակ տվող բան է դիա։ Այդ չեմ խոսում այն մասին, որ Հիսուսը անապատի փորձության ժամանակ մեզ ապացուցեց, որ մենակ Աստծո խոսքով կարելի է հաղթել սատանային ուրիշ ոչինչ։